Ես կարող եմ աբսուրդ բան ասեմ, բայց ես չեմ մեղադրում այլևս այս իշխանությանը իր ցինիզմի համար, որ Ալեն Սիմոնյանը հայտարարում է լավ ենք անում, էլի ենք փող բաժանելու, մենք պիտի լավ հագնվենք, իսկ ով չունի հնարավորություն, պիտի բոմժ մնա ըստ էության։ Ես մեզ եմ մեղադրում, որովհետև մենք անընդհատ արձագանքում ենք այս ռեժիմի ստեղծած օրակարգին եւ համառորեն Հականիկոլ Ճամբարը չի կարողանում իր օրակարգը ձևավորել, այն որ Պաշտոնյան պիտի լավ վարձատրվի, որ բյուջեից չգողանա, դա ինձ համար աքսիոմ է, բայց Պաշտոնյայի լավ վարձատրվելուց առաջ երկրում այն մարդիկ, ովքեր այդ պաշտոնյային տվել են այդ աթոռը, պիտի արժանապատիվ կենսակերպ ունենան, պիտի թոշակները բարձրացվեն, նվազագույն աշխատավարձ, սոցիալական տարբեր խավերի։ Այսօր ես ահազանգեր եմ ստանում, որ նույնիսկ մարդ, որ ոտը կտրած է, հասկանալի է, չէ, որ այդ ոտը որևէ տարբերակով չի աճելու, այդ մարդուն անընդհատ կանչում են հանձնաժողով վերահաստատելու իր կարգավիճակը, ոտը աճելու է, հասկանում եք, այսինքն այնպիսի աբսուրդ բաներ են տեղի ունենում, այս խնդիրները լուծեք, Ալեն Սիմոնյան, հետո այդ ձեր Թոմ Ֆորդ կամ ես չգիտեմ ընդեղ մյուս կոստյումները հագեք, սա է խնդիրը, բայց մենք այսօր ունենք լրջագույն խնդիր, ըստ վիճակագրության 200,000 երեխա աղքատության սահմանին է ապրում, սա ձեզ համար ցուցիչ չի։